հաղորդման գլխավոր գործընկեր Վանարդի ընկերություն, գործընկեր Միլա խնամքի տուն, գործընկեր Level 8 հանգստի գոտի։ Տեղից մինչև գազ հասնես այդ մշակումը, որպեսզի դառնա այդ ձեր ասած բառը ընկերություն։ Շատ մարդիկ մտածում են, որ իմ ընկերները իմ կողքն են, որովհետև ես հաշիվ եմ փակում։ Այդ ընկեր ասած ինքը շատ խորը մեծ հասկացողություն է, շատ դուրս գաղափար է։ Կյանքս կերել է։ Բայց դա չի խանգարում, որ մնաք ընկերներ։ Չենք շփվում իրար դեպայով։ Աշխարհի վերջը կգա թե չէ։ Ում հետ ուզում ես խռովես կամ հետ ուզում ես կապդ կտրես փող տուր։ Իմ շահը գիտեք իմ ընկերության որն է, որ ինքը արդեն իմ ընկերն է, այդ իմ շահն է։ Բանը, մի 2-300 հազար փող տուր էլի։ Ինչքան? 3-400 հազար դրամ։ Մեծ կողմնորոշ 300,000, 400,000։ Պարտք ունեմ։ Վարկ պետք է փակեմ։ Նեղվեցիր, հավատացիր։ Ես արդեն մտածում եմ, երբ ես տեսել, ես քեզանից գումար ուզեմ կամ էլ այդպես ինչու նեղվեցի։ կարող ես ուզել, բայց ես արագ սկսեցի հասկանալ բյուջեն ինչպես համադրեմ։ Այ դու ճիշտ, ու լավ ընկեր չես, հենց փողի անուն տվեցի։ Չէ, բայց հասկանայի ոնց։ Դու շահի համար ես։ Գումարը հոտ այդպես դրված չի։ Կապ չունի, ես ընկերդ եմ, գումար եմ ուզում։ Ես չասացի չեմ տա, ես ասացի փորձեմ հասկանալ ոնց։ Իսկ դու միանգամից ասում ես նեղվեցիր։ Լսի, հետաքրքիր է, իրական որ ասեի, ուրեմն հա, հենց հիմա տալիս եմ, կասեր լավ ընկեր է։ Որ մի քիչ պատասխանը դանդաղեց, ասեր ահա, ուրեմն լավ ընկեր չի, հա, ստացվեց։ Գիտես ինչու, որովհետև այո, շատ անգամ ասում են, որ ընկերությունը հիմնված է լինում շահի վրա։ Այսինքն եթե կա շահ, ինչ որ միտեղ պիտանի ես եւ օգտակար չես լինում, ուրեմն դու վատն ես, վատ ընկեր ես, ընկեր չես առհասարակ։ Չէ, ուղղակի կդադարեն այդ մարդիկ առհասարակ դադարում են շփվել, ասում եմ, այդ օգուտ չկա, ասում այդ ընկերոջից։ Լավ, էլի մենք ենք մեկնաբանում։ Արի ավելի լավ լսենք ինչ են կարծում սրա մասին, այս ամենի մասին մարդիկ, ովքեր բազմաթիվ ընկերներ են ունեցել, երկար ճանապարհ են անցել եւ շատ բաներ են իրենց կյանքում տեսել, լավ թե վատ։ Ճանապարհ են անցել եւ այն էլ հերուներից են եկել հասել Հայաստան։ Ասել է թե ընկերություն, թե շահ։ Այո, դիմավորեք մեր առաջին հյուրին։ Սիրով ուզում ենք ողջունել Level 8 հանգստի գոտու սեփականատեր, Ամերիկաբնակ գործարար Հարութ Բոգարյանին։ Բարև ձեզ, բարի գալուստ։ Բարի գալուստ հերթական անգամ Հայաստան։ Շնորհակալ եմ։ Մեծ հայասեր, ազգասեր, ընկերասեր, անձնավորություն, կարծում ձեր բոլոր հետևորդները դրա մասին գիտեն, մենք այստեղ հեծանիվ չհորինեցինք։ Հետևորդների մեծ բանակ ունեցող անձնավորություն, դա խոսում է նաև ձեր այսպես մեծ սիրտ ունենալու եւ ընկերասեր լինելու մասին։ Իրականության մեջ ոչ մի ինչ որ հատուկ բան չեմ արել դրա համար, որ ստեղծեմ այդ հետևորդները, բայց ընկերներ են, շատանում ենք, մեծանում ենք եւ վերջապես բոլորս հայ ենք, ամենակարևորը։ Այս անգամ գալու նպատակը ո՞րն է Հայաստան։ Ասացիք 37 տարի բնակվում եք հայրենիքից հեռու։ Դեսի 39-րդ անգամ է գալիս եմ Հայաստան։ 14 թվից հետո։ Երբ որ գնում եմ այնտեղ 31 օր որ անցնում արդեն Լոս Անջելեսում, արդեն ես այն ասած տղես ասում եմ ցեցնգել արդեն պապայի ջանը։ Հենց տեսնեն այնտեղ տրամադրությունս վատա, ասում են պապ տոմս առել ես։ Ես որ գիտեմ տոմս ունեմ թեկուզ 3 ամիս հետո տրամադրությունը շատ դա մոտիվացիա է։ Վերջ, էներգիան գալիս է։ Ինչը ստիպեց ձեզ բիզնես ունենալ, որպես այդպեսին դնել բիզնես, ներդրում անել Հայաստանում։ Ձեզ հյուրընկալ հոգու մի անկյունը հայրենիքում։ Վերջ։ Գիտեք, մեզի պահող օհակ է դա լինում, որ ասենք Սփյուռքի մարդիկ, ես ինձ Սփյուռքում երբեք չեմ համարում ստեղ Սփյուռքահայ կամ տուրիստ, որտեղ Հայաստանում հայը տուրիստ չի կարող լինել, սա իմ տունն է, մարդ իր տանը տուրիստ չի կարող լինել, դա ինձ համար կապող օղակ է հայրենիքի հետ, պատճառ կլինի ավելի շատ գալու համար, հավատացեք, հիմա դա շարունակվի իմ սերունդին, այսինքն տղաս գիտի, որ մենք Հայաստանում ունենք բիզնես, ուզի չուզի գալու է, որ այդ բիզնեսում, ասենք, տեսնի հետևի, ինչա կատարվում։
Բայց ներողություն եմ խնդրում, այդ բիզնեսը կարծես թե ձեզ կերակրող բիզնես չի, որովհետև շատ մաչելի է ամեն ինչ դուք սահմանել եք, ոնց որ սիմվոլիկ ավելի, հա։ Իրականության մեջ սիմվոլիկ մի բան կապող օղակ հայրենիքի հետ, որ շարունակական։ Ինչն է հետաքրքիր, ոմանք կարծում են, որ Հայաստանից են գնում հեռու, որպեսզի օտար ափերում բիզնեսն են եւ գումար աշխատեն։ Բայց արի ու տես, մեր հայրենասեր հայրենակիցները նույնիսկ երբ գնում են հայրենիքից հեռու բնակվելու, միևնույնն է, սեփական գործ բիզնես հիմնում են այնուամենայնիվ հայրենիքում։ Որովհետև սա մերն է։ Այստեղ ինչ անում ես, դարերով կարող է մնալ։ Օտարության մեջ ինչ էլ որ դու անում ես, ես 37 տարի բնակվում եմ Լոս Անջելեսում, գոնե 4 կամ 5 բիզնեսի մեջ եմ մտել կամ 7, կարող եմ ասել 7։ 7-ը չկան այսօր։ Որովհետև չգիտեմ, ասենք ղեկավարությունն է փոխվում, չգիտեմ, օրենք է փոխվում, բան եւ դա բիզնեսը կարող է սկսի կորել։ Այսօր կա, վաղը չկա։ Վերջ։ Իսկ հայրենիքում իմ կարծիքս միշտ տենց է եղել, ես համոզվել եմ վերջի տարիներին, որ հայրենիքում ինչ դնում ես, եթե հետևողական լինես, ինքը մենակ կաճի։ Եվ վերջում մնում է փոխանցում է սերնդեսերունդ, եւ վերջում այդ բիզնեսը ոչ տուն չի տանում։ Եվ այդ սերունդը նորից կրկնում եմ, ասեք տղաս, գիտի որ ստեղ մենք մի բան ունենք, իմ այն ծերության տարիքներին ինքը կարող է գալ եւ երբ որ դու գալիս ես, սա գաղտնիքը դա է հայրենիքի։ Եթե դու 2 անգամ գաս 2 տարվա մեջ, ես վստահ եմ, 3-րդ տարին դու չես կարող չգալ։ Դա սա գաղտնիք Հայաստանում։ Մագնիսն է։ Հարության պատահական չի, որ նման հանգստի գոտի եք հիմնել, այսինքն վայր, որտեղ ընկերներն են հավաքվում, ընտանիքներով, հիանալի միջավայր, լողավազան, ջերմմթնոլորտ, պայմաններ, որ համախմբվեն գերդաստաններ, ընտանիքներ, ընկերներ, որովհետև ինքներդ հենց այդ տեսակն եք։ Դե հենց դա եղավ պատճառը, որովհետև ունեմ տուն, պատղնիուն ունեմ տուն, 40 հոգուց ավել չի նստում տան ներսում, չես կարող 40 հոգուց ավել, տեղ չկա նստել։ Ձեր տեսակի մարդը ու 40։ Իմ շրջապատը երբ որ գալիս է, մենք 50, 52, 60 սենց հավաքվում ենք։ Այնքան ինչքան կարող է տեղավորվել level 8-ում, մի քիչ էլ ավել։ Level 8-ում ինչքան է տեղավորվում։ Մենք դրել ենք 46 աթոռ, բայց մինչև 60 հոգի հանկի։ Դա հայրը կնստա, ավել է կնստա։ Դե մենք սենց արդեն երբ որ վարձվում է, երբեք չեն ասում մենք միշտ ասում ենք 26-30 հոգով են գալու, 50 հոգով են գալիս։ Հայկական տարբերակ է։ Բարոյ, ձեր ընկերը հաջողության, հա, գաղտնիքը նաև այն է, որ դուք շատ ընկերասեր եք եւ ունեք ընկերների մեծ բանակ ոչ միայն այստեղ հայրենիքում, այլև հայրենիքի սահմաններից դուրս։ Ամերիկաներում ընկերություն անել լինում է ինչպես այստեղ Հայաստանում։ Այո։ Գիտեք ինչ մի հատ ոնց Հայաստանում է նույն ընդեղ ունեմ ընկերություն։ Այնտեղ էլ շատ են, բայց տարբերությունը այնտեղ ժամը 6-ին մինչև 7 աշխատում են մարդիկ կամ ավել։ Դե մինիմում ասենք ես ժամերն եմ ասում, մարդիկ աշխատում են մինչև ժամը 7, մինչև գնում են տուն, մինչև լոգանք, բան, հանգստանալ մի քիչ։ Եվ չկա շփում։ Դա օգնում է։ Սենց նստում են իրենց տան, արդեն սենց նստում են միտեղ։ Չէ, այնպես չէ որ 7 րոպեից դու արդեն կենտրոնում ես քաղաքի եւ սուրճ ես խմում, ասենք օպերա։ Դե քաղաքի կենտրոն ամեն տեղի կենտրոն այնտեղ, դա կենտրոնը չի բանը, բայց ուր գնաս։ Ընկերներիս հավաքվում ասում եք մի հատ, ասենք սուրճ խմենք, մի հատ նստենք բան։ Մերանն եք, էլի դուք որ ասում են մերանն եք։ Շաբաթ օրը էլի երեկոյան, որ Կիրակի աշխատանք։ Եւ դա էլ պետք է պլանավորել, որ այսինչ օր, այսինչ այսինչ ժամին կարող գալ, որտեղ Կիրակի օրը իրենց բոլոր հավաքույթները, այնտեղ հավաքույթները ծնունդ կնունք մենակ լինում են ուրբաթ շաբաթ Կիրակի։ Չկա տես, բայց 3 շաբթի օր ասենք Հայաստանում 3 շաբթի օրը ինձ հարսանիք են հրավիրում Հայաստան։ Ասենք 2 շաբթի հյուր չգնաս, ընկերոջը տուն հյուր չգնաս։ Որ գնաս, բոլորը կզարմանան 3 շաբթի օրը ի՞նչ հյուր։ Հա տեսնում ես։ Դե 3 շաբթի աշխատում են, պետք է աշխատեն շատ։ Արավ ժամը 6-ի մարդ աշխատանք է։ Բայց հիմա էլ գիտեք, ստեղ էլ է այդպես դարել, արդեն մենք էլ են գալիս հոգնում աշխատում, որ կարողանանք ելուրված շաբաթ Կիրակի։ Հա, այստեղ ստեղծում են մարդիկ այդ հանդիպումը։ Այդ ջերմությունն է որ կա այստեղ։ Հենց այդ բառը ջերմությունն է, որ մեզ բերում է ստեղ։ Աշխարհի բոլոր հայրին ջերմությունն է բերում ստեղ։ Պարտադիր չի որ բարեկամդ լինի հարազատ լինի, մեկ հետ ընկերանում ես 1-2 շփվում,
երրորդ անգամ որ գալիս ես անպայմանություն Սիրանը տեսնես։ Ես էլ եմ ձեզ հետևում սոցցանցում, մեկ ընկերներեք եւ ինչն է հետաքրքիր, երբ այս կամ այն, հա, այսպես սեփականությունը կամ գովազդեն հոլովակը տեսնում ես ուղակի հոլովակ, բայց ձեր դեպքում ձեր անձն է, դուք եք ներկայանում, ասում եք ես Հարութ Բոգարյանն եմ եւ բոլորին հրավիրում եմ այստեղ պարզապես, հա, հաճելի ջերմ երեկո անցկացնելու։ Այսինքն ձեր անձով է պայմանավորված նաեւ level 8-ի այդ հաջողությունը, այդ ձգողականությունը։ Հենց ինձ էլ զանգում են, որ ասենք ուզում են տեղը վերցնել, ինձ են զանգում շատեր, նամանավանդ որ ստեղ եմ լինում, մեծ սիրով պատասխանում եմ։ Որտեղ ոչ միշտ կտեսնես սեփականատիրոջը հոլովակում։ Ինձ դա այդ հարցը իրականությունը զարմացրել է, երբ որ զանգում են, ասում են դուք եք, իրոք դուք եք, բայց ինչի՞ ես այդքա չլինեմ, ինչ կա, ասենք ինձ դա այդ հարցը ինձ զարմացրել է, շատ են զանգում, ասում իրոք դուք եք, հիմա դուք եք վերցրել հեռախոսը։ Ասում եք FaceTime միացնեմ, տեսեք ես եմ։ Պարոն Բոգարյան, իհարկե ձեզ հետ մի փոքր այս թեմայով խոսելը գուցե եւ տեղին չէ, որովհետեւ լինելով, հա, ճանաչելով ձեզ որպես չափազանց ընկերասեր անձնավորություն, այնուամենայնիվ որտեղ ընկերություն, որտեղ մեծ շրջապատ, տարբեր մարդիկ, տարբեր բնավորության տերմարտիկ, այնուամենայնիվ կան ոմանք, ովքեր այդ երևույթին, ընկերություն երևույթին նայում են ինչ որտեղ շահադիտական տեսանկյունից։ Շատ կա տենց հարցեր շատ են տվել ինձ։ Գիտեք ինչ, շատ մարդիկ մտածում են, որ իմ ընկերները իմ կողքն են, որովհետև ես հաշիվ եմ փակում։ Ես հարց եղել է, բայց իրականության մեջ այս բան չկա։ Ասեմ, չեմ ուզում անուններ ասեմ, որովհետև դա գովազդ չեմ ուզում ներառել։ Կարող ուժ է, հա, մարդը հարուստ է, կներեք այսպես, եւ կարելի է ընկերանալ հանուն շահի։ Չկա տենց բան, իմ ընկերության մեջ, իմ ստեղծած տեղի ընկերության մեջ չկա, ավելին ասեմ, այն ռեստորանները 90%-ը, որ ես գնում եմ, ուտում խմում քեֆ ենք անում, վերջում չեն թողում հաշիվ փակեմ։ Չեն թողնում հաշիվ փակել։ Կամ ասենք տղաներն են, ես եմ հաշիվ փակել, կամ հենց ռեստորանի տնօրենը ասում որ վերջ, չէ, ինչ հաշիվ։ Այս քեֆը որ դու գալիս տեղանում ես արդեն դա։ Իսկ այդ տարիների ընթացքում կարողացել եք զտել, հա, մաղել, ինչպես ասում են, այդ շրջապատը բերել հասնել այսօրվան։ Շատ քիչ են մաղվել։ Գիտեք ինչ, ես շատ եմ այս բան ասել, վատ հայ չկա աշխարհում։ Բնական։ Աշխարհում ամենալավ ազգն է հայը, եւ մենք բոլորս լավն ենք։ Հայի մեջ վատը չկա։ Մի քանի հոգի արած սխալների քայլով չի կարելի ազգին թերագնահատել, ասենք բոլորն են այդպես։ Իմ մոտ սկզբից մաղեցի, բայց հետո այդ մաղվածներն են նորից եկան, եւ նորից դարձի եկան։ Ու իրենք հասկացան, որ չկա այդ գաղափարը մեծ ու փոքր, հարուստ ու աղքատ, բոլորը հավասար են։ Ինձ համար բոլորը հայ են։ Այդ ցի բառը չկա իմ մոտ։ Բերուցի, հալեպցի, կիրովականցի, լեննականցի, բոլորը հայ են, ինչ տարբեր։ Ասում են ընկերոջ հետ բարեկամություն արա, բայց բիզնես մի կիսիր, ճիշտ է։ Ոնց է հայտնի խոսքը։ Ես դեմ եմ։ Հա, այ երբ եղել են ընկերներ, ում հետ կիսել եք բիզնես, գործ, ապա գումարի պատճառով վիճաբանություն է տեղի ունեցել եւ չեք կիսել։ Չի եղել, որովհետեւ գիտեք ինչ, մարդիկ կան, որ ընկեր համարում են մեկին, ում երկու անգամ տեսել են, ասենք արդեն համարում են ընկեր։ Իմ ընկերների հետ շատ գործարքների եմ մտել, արել ենք, գործեր ենք արել, եթե չի ստացվել, երկուսի համարը չի ստացվել, եթե ստացվել է, երկուսի համարը ստացվել է։ Եվ ես միշտ համարել եմ որևէ գործ բիզնես, երբ որ մարդ սկսում է զերոյից, պետք է եկող մարդ լինի։ Որտեվ երկու գաղափար ավելի օգնում է։ Ուժ է իհարկե։ Բայց պետք է այդ մարդուն լավ ճանաչեք, թե կարող եք եւ 1-2 տարվա ընկեր է բիզնես հիմնել իր հետ։ Հին խոսքերը կան, որ ասում մարդու հետ հաց կեր, ճանապարհ գնա, բան, աշխատում է այդ գործը։ Ժամանակով հաց ես ուտում, երբ որ բան ես պայմանավորվում 6-ին 9-ին չեն գալիս, դա արդեն դա վստահությունը։ Բայց տեսեք, երկու եղբայր, հա, դրանից ընկում հարազատ չկա։ Բացում են բիզնես, անցնում է միար ժամանակ եւ դառնում են թշնամի։ Եվ բիզնեսը բաժանում են երկու մասի։ Ես չեմ կարծում փողն է խնդիրը։ Կողակիցներն են խնդիրը։ Այսինքն շրջապատն է խառնել եղբայրներին։ Այդ դուք ձեր եղբոր հետ ընկեր եք արդյոք ընկերներ եք։ Ընկերություն ենք անում։ 1.5 ամիս առաջ միասին ենք Հայաստանում։ Միջալուց նման ենք իրար, բոլոր ասում են զույգ եք, բան, Aeroflot-ում երբ որ իջել էր, այդտեղ օդանավակայանում մոտեցել են, մտածել են ես եմ։ Հաճախ այսպեսի նաև խոսք կա, որ հայերս օգտագործում են եւ ոչ միայն կարծում եմ, ասում են այն վերքն է ցավոտ, որը բացվում է ընկերոջ կողմից։ Այ նման ցավ ընկերների միգուցե երիտասարդ տարիքում ստացել եք այդ ցավ, որը մինչև հիմա չեք կարողանում, այսպես ասած, մարսել։ Վերքը մնացել է։ Վերքը այդ ցավ։ Վերք մնացել է սպիացած, բայց ես իրան որ
դուրսը տեսնեմ նորից կբարևեմ։ Ինչ է։ Մեծ սիրով։ Իսկ կպատմեք ինչ է Ես իմ արել։ կյանքում չէ, ես իմ կյանքում չունեմ խռով մարդ։ Հա։ Չկա տենց մարդ, որ ես խռով լինեմ։ Այն մարդու հետ, որ մենք իրար ասած սպոնել ենք այդ կարգի, ես մենք իրար երբ որ հանդիպում ենք, բարևում ենք։ Որտեվ բարևը Աստծուց է եկել, Տիրոջից է եկել։ Բարև տուրանցի առաջ։ Իսկ եթե դա սրտանց չի։ Թող սրտանց չլինի։ Ինքը վատ կզգա, որ դիմացինն է։ Հա։ Ես բոլորին բարևում եմ։ Ես այդտեղ փողոցում քայլելուց բոլորին բարևում եմ, որ դիմացա լինում։ Ճիշտ է, մի քիչ Հայաստանում դա անսովոր է։ Եղել է բարևել եմ երկու տղան կանգնած, բարի լույս ձեզ ասել եմ տղաներ, ասել են ինչ կա։ Հա։ Այսինքն բարի լույս եմ ասում, բարի լույս եմ մաղթում, ասես ինչ կա։ Այնուամենայնիվ եղել է պահ, որը այսպես շատ է ցավեցրել կամ գուցե պահեր, կամ գուցե անձեր, բայց դա ձեզ համար մեծ դաս է եղել։ Այդ դասերի վրա մենք սովորում ենք ինչպես մոտենալ, որ չհասնի դրան։ Բայց տեսեք, առաջին խրատը, հա որ վերցնում եք, ասենք վերջ, այլ նման մարդկանց հետ չենք հանդիպելու, չենք շփվելու, կամ մյուս անգամ չեմ տա, չեմ օգնի, ձեռք չեմ մեկնի եւ կարծես քեզ այսպես փորձում ես բլոկավորել։ Այդ դուք ո՞նց եք։ Միշտ մեծերի խոսք ասում, ում ուզում ես խռովես, կամ ում ուզում ես կապդ կտրես, փող տուր։ Դից մեծերը խոսք են։ Այո, ճիշտ է։ Իսկ եթե մեկին ուզում ես հերվանա քեզանից, փող տուր իրան։ Ասենք պարտքով փող տուր եւ ինքը կհերվանա։ Այսինքն ընկերոջը չպետք է պարտքով գումարտել։ Չէ, պետք է տաս, որովհետեւ դու մարդով է մարդ։ Ահա։ Եթե ես իմ ընկերոջը չօգնեմ, ինքը ոնց կա այդ լավ քայլը։ Իհարկե պետք է երբ որ ընկերը գիտակցի, երբ որ հասել ենք այդ տեղում, որ ես իրեն պետք է օգնեմ կամ ինքը ինձ օգնի, ես ընկերներ ունեմ, որ օգնություն եմ խնդրել, մենակ ֆինանսականը չի, ամեն ինչ չէ որ ֆինանսականի մեջ։ Օգնություն եմ խնդրել ստեղ կամ այնտեղ, ինձ օգնել որ մի քայլ առաջ գնամ։ Եվ օգնել ստացվել է այդ քայլը։ Ստացվել է։ Իսկ եթե ընկերը սխալ ճանապարհի է կանգնած, ամեն ինչ շմրանյութ, դեղսենք եւ այլն նելեգալ, ոչ լեգալ բաներ, բայց օգնության կարիք ունի, այսինքն այն դուրն է հասել, որ պետք է իրեն ազատել։ Ամեն ինչ կանեմ, որ փորձեմ իրեն հետ։ Այն խորհրդով կկանգնեք որպես պատնեշ, ասեք մի արա այս քայլը, մի գնա այս քայլը։ Ինչքան է որ նա չլսի։ Ասում են ի վերջո ընկերոջը խորհուրդ տալիս է դա անշնորհակալ գործ է։ Տենց չի։ Այդպես չէ։ Այդպես չէ։ Իսկ դուք յուրաքանչյուր ժամի, յուրաքանչյուր պարագայում կարող եք օրինակ զանգահարել ձեր ընկերոջը, հա, ու մի անհետ բան ասել, եւ նա ընդունի։ Ինչ եք կարծում։ Հա, եղել է, նեղված եմ եղել, ասենք զանգել եմ իմ ընկերոջ հետ, խոսել եմ ու ավելի այն որ ասում մուրս հանել եմ իրանից։ Այդ տղան ասենք ոչ մի մեղք չունի այդ բանում։ Բայց իրանն եմ մեղադրել։ Հաջորդ օրը կարող զանգեմ ներողություն խնդրեմ այդ իմ, բայց հիմա նեղված չեք, չէ։ Հիմա նեղված չեք։ Մենք առաջարկում ենք ձեզ հիմա վերցնել բջջային հեռախոսը եւ զանգարել ամենա ու որ կցանկանաք ձեր մտերիմ ընկերներից որևէ մեկին, միացնում եք բարձրախոսը, բայց հարցը կուղենք մենք, այլ ոչ դուք։ Դուք պետք է թվանա փոխանցեք այդ հարցը։ Փորձենք։ Զանգում եմ Գորին, Գլումովին։ Ահա, խնդրեմ։ Բայց չեք ասում որտեղ։ Բայց չեք Եվ ասում։ ինչ եք անում։ Ահարջան, Գորջան, ո՞նց ես եղբայր։ լավ աղբեջ եմ, դու ոնց ես։ Լավ ցավը տանեմ, ինչ կա չկա։ Էջ, արեգի խաղին ենք այսօր։ Մի հատ հարց ունեմ, Գորջան։ Ասացոտ։ Աշխարհի վերջը կգա թե չէ։ Իհարկե չէ։ Լավ պատասխաներ։ Այնքան բանում ենք անելու հլը։ Իսկ ինչի չի գա, ինչ ես կարծում որ չի գա աշխարհի վերջը։ Ապեր ինձ թվում է որ բարի մարդիկ ավելի շատ են քան չար։ Ինչքան էլ ագարակը մեզ կյանք ապացուցում է, բայց տենց չի դա։ Շնորհակալ եմ, Գորջան, շնորհակալ եմ ցավը տան։ Հետո խոսենք, շատ շնորհակալ եմ եղբայր։ Լավ ցավտան։ Լավ աղբեջ։ Պաստորեն ձեզ փրկեց մեր գործընկերը։ Վաու, սպասել ինչ adekvat պատասխան եւ ինչ հետաքրքիր։ Մենք առաջարկում ենք թեմա շարունակել արդեն մեր մյուս հյուրի հետ անակնկալ դες համար ինչու ոչ նաեւ Վարդգեն Հաց։ Ընկերական շարավիղը գնալով ընդլայնում ենք եւ մեզ միացավ Հայաստանի վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը, բարև ձեզ, բարի գալուստ լուսավորի տեղանք։ Ասուբարին, միշտ լույսերը վառ լինի,
լույսով ընդունեք, լույսով ճանապարհեք։ Փաստորեն ընկերությունը ասացիք տարիք չի հարցնում, վաղեմի ընկերներ եք թե չէ, չհասկացանք։ Նայեք, տեսեք, մենք միշտ կյանքում բոլոր բառերը շատ հեշտ ենք արտաբերում։ Ընկերություն, սեր, ատելություն, դավաճանություն եւ այլն եւ այլն։ Հաշվի չենք առնում դրա սկզբնաղբյուրը։ Այսինքն, ինչ եմ ուզում ասեմ։ Այդ ադամանդը որ կա, այդ ինքը բազմակողմանիա, չէ՞։ Ու շատ գեղեցիկ փայլում է այդ ադամանդը։ Այդ ընկերությունը այն իրական ընկերության մասին եմ խոսում, ինքը նման է դրան, բայց մինչև դրան հասնելը այդ ադամանդը պետքա պեղեն։ Չէ, սարերից, ձորերից, հողերից եւ այլն բերեն գործարան, հետո մշակեն, հետո անցնի այդ տարբեր այդ ճանապարհները, ընկերությունը նույն բանն է։ Այդ պետքա տեղից մինչև գազ հասնես այդ մշակումը, որպեսզի դառնա այդ ձեր ասած բառը, ընկերություն։ Դա հենց այնպես բառ չի։ Մենք ել եմ ասում շատ ժամանակ ուղղակի բառը օգտագործում ենք հաշվի չառնելով իր սկզբնաղբյուրը։ Ուզում եք ասել, մարդը ինքն է կերտում իր ընկերությունը, իր ընկերական շրջապատը, իր ընկերոջ տեսակը, հա։ Բայց արի ուտես տարիների փորձված ընկերությունը մի օր ինչ որ մի բացահայտում է ստանում, որ ասում է, ես քեզ չէի ճանաչում այդ տեսանկյունից, կամ էլ բացահայտում է, որ այս ընկերը այնինչ ներկայացել է կամ էլ փոխվել է։ Այսինքն չստացվեց մշակել այդ ադամանդը։ Այ դա ո՞նց է ստացվում դա։ Լավ ասել։ Չմշակված, ուրեմն դու կողմ ունես, այդ ադամանդի այդ մի կողմը չես մշակել երևի թե։ Դրա համար այդ բացը կա, ճակը տվել է։ Հա։ Բայց եթե դու ուշադիր լինես քո գործում, դա մանրանկարչության նման, դա գիտեք ինչի նման, այն որ բրինձի մեջ գործ ես անում, արվեստի գործ ես անում, ու ֆիգուրկեք ես նկարում։ Այդ ադամանդը պետքա անպատճառ 1000 ձևի պետքա ուսումնասիրես, որպեսզի այդ ձեր ասած բացն ու ճակը չտա։ Մեր թեման է շահ թե ընկերություն, հիմա ինչու եմ ես ասում, հերվից կամ Հարութի դեպքում մենք տեսնում ենք, որ իր ընկերությունը գրեթե մեծամասնությունը կազմված է ձեզ նման հանրային, հարգված, վաստակավոր մարդկանցից։ Փաստը մնում է փաստ։ Այ շատերը կարող են ասել, սիրում են, չէ՞, մարդիկ շփվել հանրային մարդկանց դուր, ասեն իմ ընկերն է, մեր ընկերն է։ Դա հասկանալի է, ասենք թե ոմանց համար, իհարկե դա չի իրականություն։ Ինչն է ձեր համար պատճառ հանդիսացել շփվել եւ ընկերություն անել, ասենք։ Տուրի շոֆերի հետ։ Ասեմ, բացատրել եմ, ասեմ, իհարկե շատ կարևոր հարց է։ Ներողություն եմ խնդրում, էլի չասեն հիմա, բայց նորմալ է, ամեն մեկը կարող է, չէ՞, մտածի։ Շատ կարևոր ու շատ տեղին հարց է, որովհետեւ դա շատ բացառիկ բան է, էլի այդ տեսակ։ Մենք գիտենք, որ քանի գնում ենք, այնքան Հայաստանի Հանրապետությունում դառնում ենք փոքրամասնություն։ Այսինքն հայը։ Ես առաջնահերթ իր մեջ նկատել եմ հայ։ Մաքրե-մաքուր հայ եմ նկատել։ Մեր ծանոթության սկզբից, որ մենք նամակագրում ենք, ես իրան ասում եմ բարև մեծն հայ։ Այդ տեսակ էի դիմում, հետո Բոգ Արյան, Աստծո տված, ասում եմ Աստծո տված մարդ ես դու ուրեմն հայ ես, եւ այլն, մեր շփումը այդ տեսակ նամակագրություններով եկավ հասավ նրան, որ ես առաջնահերթ բարձեցի, որ հայ է, երկրորդ, որ ինքը երաժիշտ է, արվեստագետ է, այսինքն ուզում եմ ասել հետևյալը, որ ամեն սերբան օթելլո չի, ամեն հայերեն խոսացող հայ չի, ուրեմն պետքա լինես հայ, ոչ թե խոսես հայերեն, դրա համար երբ որ մարդը արվեստով է արդեն զբաղվում, կամ զբաղվել, դա կապ չունի, այդ ֆուռ քշելն էլ է արվեստ, պետքա դրա արհեստի արվեստը իմանաս, որ կարողանաս երկար տարիներ այդքան ճանապարհ գնաս գաս ու մի հատ ով չանես։ Դրա համար շատ բացառիկ երևույթ է Բոգարյան Հարութը իմ կյանքում։ Ինչ է ով կամ ով է ձեր կյանքում
Արտաշեսը։ Հանրային մարդ թե եթե չլիներ հանրային, պարզապես լիներ, չգիտեմ, մեր օպերատոր Տիգրանը։ Ինձ համար երբեք տարբերություն չի եղել իր անձի պաշտոնը, կարողությունը, հնարավորությունը ինձ միշտ մարդու մարդ տեսակն է հետաքրքրել։ Հենց ձեր ասած այդ շահը, որի մեջ չի փտրել երբեք, որ երբեք չի հետաքրքրվել իմ եկամուտը, որը որ կա չէ նման բան, հենց առաջի ծանոթությունից արդեն հարցնում են քո եկամուտը, ինչքան ոնց։ Այն չեն ասում հարուստ ընկեր ունեմ, ասում հարուստ ընկեր ունեմ Ամերիկայում, այդպես են չասում։ Գիտես ինչ, տենց ասում են հարուստ ընկեր, հիմա չգիտեմ էդի ես էլ իր համար եմ հարուստ ընկեր ունեմ։ Հա, բայց իսկական է։ Բայց ես հարստություն ուրիշ ձև եմ տեսնում։ Հարուստ ընկեր լավ շրջապատով, հարուստ ընկեր մաքսիմալ գիտելիք ունենալով, հարուստ արտիստ, որը հայկական Բայց հարգելի տղամարդիկ, լավ բան ասես Տիգրանը։ Սովորաբար եւ կանայք եւ տղամարդիկ միշտ շեշտում են։ Ասենք ընկերս էսա, պաշտոնով է։ Խոսքն է թվարկել։ Մի րոպե, ասենք հարուստ է, այդ հարստությունը բերելու է քեզ, տա։ Հարուստ է, լավ, օքեյ, հարուստ է։ Եվ բավական դիմեն այդ ընկերոջը չօգնի, չէ, լավ, դե լավ, ուրեմն երևի գործել լավ չի վերջել, ընկեր չի։ Ռուսերեն լավ խոսք ասում է «Друг познается в беде»։ Ահա։ Բիջե։ Հա, այդ ժամանակ ուրախությանը բոլորն էլ կգան, գիտեք։ Իհարկե։ Բայց ես ուրիշ բան եմ լսել, գիտեք։ Ասում եմ տխրության ժամանակ հեշտ է տխրությունը ցույց տալ։ Դա է դու որպես արտիստ։ Տխրություն կարող ես տխրես, այսպես ասում եմ, անկեղծ ուրախանալ չես կարող։ Անկեղծ ուրախանալ մեկի երջանկության վրա, անկեղծ լավ բան է։ Հա։ Նույն կատեգորիայի մեջ է, թե անկեղծ ուրախանալը, թե անկեղծ տխրելը։ Բայց տխրության ժամանակ ոչ բոլորը կգան կողքը կկանգնեն։ Հա, խուսափում են, չէ, տխուր բանից, դժբախտությունից, էներգետիկայից, նավթից, չգիտեմ, հազար այսպիսի բան կա, չէ, հայերի մեջ։ Այնի եթե խոսքը գնում է ընկերության մասին, ես չգիտեմ, դուք տեղյակ եք, գիտեք, չգիտեք, էլի վերադառնամ ինչի հա Բոգարյան Հարութը, ինչի որպես հայ, որտեղ տեսեք, ես վերջերս Ռոստովից մի հատ հայ ինգեր ծանոթում եմ, պատերազմ ինգեր է, ասում եմ, տեսար հայ ժողովուրդը ինչ արեց բան, ասում եմ, լսի, տենց մի ասա, տեսար հայ ժողովուրդը հայդ ինչ արեց, ասի հայ դու գիտես ով է, հայ ասի Արամ Խաչատրյանն է, Շարլ Ազնավուրն է, Ավետիք Իսահակյանն է, Սողոմոն Տելեյանն է, Վիլյամ Սարոյանն է, Եվ այլն, նաև հայ Բոգարյան Հարութն է, մարդը առավոտից իրիկուն այդ մեքենան քշելով, թե զինվորի համար տուն շինել Հայաստանում, նվիրել, կարևոր չի։ Չէ, կարևոր է, ինքը, նայեք տեսեք, ես վերջերս տեսա մարդիկ, ովքեր որ մի երկու բան ցուցադրական բան է Պայուսակով ինչ որ գնացել էին երեխեքի մոտ, գնացել էին հիվանդատես ու ցույց են տալի Պայուսակով ինչ են տանում։ Այս մարդը տունել է սարքեն նվիրել, օգնել է թե կալյասկեկով, թե պրոթեզներով, թե ամեն ինչով, թե գումարով, թե բանը Հայաստանում հենց Երևանում տուն է առետվել եւ այլն շատ չխորանա։ Հայը դա է։ Բայց չես տեսնի Facebook-ը էջու նման բաներ։ Չէ, ես չեմ թողող ինքը դա։ Ես ասեմ առավել ասեմ առավել։ Ես վերջերս հիվանդանոցում պարկած էի։ Լավ, էլի Ալեքս։ Չէ, բերոստը գիտես իմ համար անակնկալ էր։ Ես այդ հիվանդանոցում պարկած էի մոտավորապես մի երկու շաբաթ։ Պետքա բան անեի, սենյակի գումար տաս։ Լյուքս համարում պարկած եմ։ Այն մարդը ամեն օր գնում է ասում վճարված է։ Ասում եմ վճարել է։ Վերջում պարզվում է հարունա վճարել։ Սենյակի բարձր։ Ալեքսանյան, լավ։ Եղբայր, չէ, մարդիկ չարածն են ասում։ Որ ուզում եմ ասեմ հայ տեսակին եմ, իրական հայ տեսակ եմ ասում։ Իրական հայ պետքա լինի այդտենց։ Ոնց որ ինձ նկարագրեցի, սկզբից մինչև
Էս բա։ Դեսեր վերսեք խմեք ընկերություն։ Բայց այո, ընկերության կենացի եւ Եվան Վանարդիով։ Բարոյք, այս համատեքստում ընկերոջը ընտրում են թե ոչ կյանքում։ Ախտի ոնց կարաս չընտրես։ Դե ասում կողմից ուղարկված պարգև է, չէ՞, ժողովրդական խոսք ասում, ընկերը Աստված է ուղարկել է։ Աստված նաև խելք է տվել, որ կարողանաս ընտրես։ Ամեն մեկին ցենց որ բերեն գան ասեն ընկերեն Ընտրում եք։ Այնուամենայնիվ կա սելեկցիա։ Ընտրությունը բա հենց դրա մեջ հենց այդ իմ ասած բրիլյանտի գրաններն է։ ընտրում ենք, բայց այդ ընտրությունը ձեր կյանքում կոնկրետ երբ է մաղվել եւ ինչն է պատճառ հանդիսացել, որպեսզի դա մաղվի։ Հիմնական պատճառն է։ Ասեմ, տեսեք, հիմնական պատճառը ազնվությունն է։ Մաքրությունը, ազնվությունը, ճշմարտությունը։ Հիմնական պատճառը մաքրությունն է։ Դե կյանքը դրդում է, մարդը մաքուր է, բայց կյանքը դրդում է ինչ որ մի բան։ Բարդ բան է մաքուր մնալ, մաքուր լինել։ Գերոջը թանդեպ, դո չգիտեմ, հարազատի թանդեպ, ընդհանուր մինչև կնոջը, ծնողի, երեխեքի Իսկ տեսակը պայլու խնդիր է այստեղ։ Տեսակը, մարդկային տեսակը։ Գիտեք, որ քո հան, երբ որ քո հան հայա չեն, չէ՞, տենց էլ մինչև վերջ լինի քո հան, հա, չեն։ Ինչը կարող է խաթարել ընկերությունը։ Գուցե քաղաքական հայացքները։ Օրինակ ես Բոգոյանից զզվում եմ քաղաքական իր հայացքների պատճառով։ Չեք կիսում համենայն դեպս չեք կիսում։ Ինքը ասում է իմես քաղաքական։ Բայց դա չի խանգարում։ Բայց դա չի խանգարում, որ մնաք Դե չեք շփվում իրար դեմայով։ Բայց չեք շփվում թեմայով, բայց շփվում եք կյանքում, իսկ այսօր շատ ոչ միայն այսօր, այլ տարիների ընթացքում այդպես փոփոխությունների ընթացքում շատ բարեկամներ անգամ եղբայրներ միմյանց հետ ընտանիքներով չեն խոսում, թշնամի են դարձել զուտ քաղաքական հայացքների պատճառով։ Դա նորմալ է։ Հենց որ մի բան ասում են, ասում են ախորպես վերջացրու։ Վերջացավ։ Բայց միշտ եմ դա ասել, դե կարևոր չի ղեկավարությունը, ով է եղել, ինչ է, որովհետև ես համարել եմ սենց։ Ես հայ եմ, իմ կուսակցությունը ամենահզորն է, ես հայ եմ։ Վերջ։ Այդքան բան։ Հայ կուսակցությունն է։ Այդ կուսակցությունը ցավոք սրտի Facebook-ից մեջ գրված է ուխը նախարարության հիմնադիր տնօրեն, որը հիմա Facebook-ը չի թողնում դա փոխել։ Ահա։ Իհարկե դա հումորով եմ գրել, ուխը գրել եմ 12 տարի առաջ եմ բացել Facebook-ս, գրել եմ ուխը նախարարության հիմնադիր տնօրեն։ Ուտող խմողների։ Ես շատ լավ եմ, որ չի թողում փոխել Լավ, Facebook-ը։ ամենաուժեղը մի հատ լսեք, որ մարդիկ զանգում են, ասում են ինչպես անդամագրվել։ Վայ, ինչ եք ասում։ Ինչը չի կարող անել քաղաքականությունը, կարող է անել ամենայն այսպես հզոր կինը։ Եթե կանայք չեն ուզում, եղբայրները անգամ միմյանց հետ կարող են չշփվել, ընկերները կարող են վիճել։ Խոսքը կանանց մասին է։ Այ ինչ Եվ կասեք։ ախել տղամարդկանց։ Որ լսում Ինչ են կասեք։ Ես չմեկնաբանեմ, մեկնաբանեք դուք։ Եվ իմ հարցը եւ Տիգրանի մեջ վերման։ Շատ լավ ասեց Տիգրանը։ Հա, արդեն պատասխան։ Հոյակա պատասխան։ Չէ, գին ասում ես հեռատես եմ, ես ավելի լավ եմ տեսնում։ Նա քեզ խափում է, ընկերը շահ է, շահ ունի։ Մի խոսքով էսպիսի բան։ Պետք է ականջալուր լինել։ Հա։ Պետք է լսես, բա իհարկե։ Եթե ուզես չուզես լսում Եթե ասում է, պետք է լսես, չէ, ինչա ասում։ Բայց միգուցե մի րոպե, միգուցե կինը շահ ունի։ Այդ արդեն ուրիշ թեմա է։ Չէ, ես Կինը շահ ունի, կինը կնոջ շահը ո՞րն է։ Ընկերը տարավ ժամանակից, իմ ինձանից, ընտանիքից կտրում է, տանում է։ Կինը շահ ունի, ասել ես վատ ուրիշ թեմայի բանով չի անում, ասեն կինը շահ ունի, որովհետև միասնական, ասենք հիմա ինձի ես երբ որ հավաքույթներ եմ կազմակերպում 10-ից 7-ը կանանց հետ եմ հրավիրում մարդկանց, որը Հայաստանում մի քիչ շատ ընդունված չի է։ Հա, բայց ընկերությունը ձեր կնոջից ձեզ տանում է, չէ՞։ Բայց հակառակը նաև իրան նոր ընկերություն է բերում։ Իմ ընկերոջ կին դառնում է իրան ընկերուին։ Իրենց խումբներն են մեծանում, իրենց հավաքույթներն են մեծանում։ Երբ որ ես իմ տուն հրավիրում եմ, բոլոր իմ ընկերները գալիս են իրենց կանանց հետ։ Եվ այդ ձևով շահ է առաջանում, որտեղ իրենք էլ տանից դուրս են գալի, նոր ընկերություն են հանդիպում։ Բայց չէ՞ որ ուզում եք միևնույն ժամանակ տղամարդկանցով մի օր հավաքվեք։ Անպայման, բաբոնց դա է։ դա լինում։ Կանայք ինչ-որտեղ, հա, չլինի։ Բայց չլսել, ասենք, ես չեմ ասում լսեցիր արա։ Կնոջը։ Հա։ Կողքի աչքա, կողքի ականջա։ Բայց կաթում է, չէ՞ կաթեցնում։ Չէ, դա է կաթեցնելը բան է, մի քիչ ուրիշ տեղ է տանում, որովհետև Տիգրանի ասածը, եթե բանի պետքացու տղամարդ չի, դի կատոց կլնի։ Բայց եթե ղելքի գլխին վարտես կլսես, կտեսնես, ասենք կողքի աչքը, կողքի ականջը, ինչա լսել, ինչա տեսել, որը որ դու
կարող չես նկատել։ Կֆիլտրես։ Պահես Որպես կաթիլը թե ոչ։ ինֆորմացիա։ Եվ այդ պարագայում ինչ եք անում, ընդհանուր ինչ եզրակացության եք գալիս։ Դե ընդհանուր գալիս ես այն եզրակացության, որ ասենք գտնում ես որ որն է ճիշտը։ Պետք է արդեն ինքը իմանաս։ Նայած որ ինչ պարագա է, էլի։ Ինչը կարող է հիմնականում խաթարել ընկերությունը, փողը։ Չէ, մեր պարագայում չէ, իմ ու Հարութի պարագայում։ Կանայք ոչ, քաղաքական հայացքները ոչ, փողը ոչ։ Ինչ Ասեմ ինչի, որովհետև մենք այդ տեսանկյունից չենք ընկեր, որ մեզ այդ տեսանկյունից տանի այդ քաղաքականությունը, փողը, կինը, մենք ուրիշ, մենք հայ կուսակցությունը կա, այդ է մեզ կապել, իսկ հայը չունի տենց բաներ, ինքը շատ արդար եւ ճշմարտախոս է։ Կարող է օրինակ երրորդ ընկերը խառնել ընկերներին։ Իշահ իրեն։ Մեր դեպքում ինձ թվում է չէ։ Որովհետեւ մենք ոչ այն տարիքում ենք, ոչ էլ ուղեղներս ջուրավոր։ Ես չեմ պատկերացնում իմ ընկերներից այն մեկը մյուսին հասցեին ասեք մի բան ասի եւ ես լսեմ։ Ես չեմ լսի։ Եթե ինքը ասի իմ մոտ քո ընկերը, խոսած քեզանից, ես իրանից կնեղվեմ։ Երկու բանի համար։ Մեկը որ եկե ինձ ասել, երկրորդ կնեղվեմ, եթե դու ինձի հարգում ես որպես ընկեր, տեղում իրա վերանա փակեի։ Իսկ կլսեք թե կասեք մի շարունակիր։ Չեմ լսի, երբեք, չեմ թողում շարունակել։ Որտեվ ասում եմ, եթե ինքը ինձի բան ունեն ասելու, իմ ընկերն է, ինքն էլ իմ ընկերը չէ, ինձի կասել իմ դեմքին կասել։ Տղամարդկանց մեջ էլ կան այդպիսի մանրախնդիր։ Տղամարդ ոնց են ասում, տղամարդու բամբասանք ավելի հզոր է, բայց ես չգիտեմ։ Եվ վտանգավոր, քան կանացի բամբասան։ Հա, որովհետև թվում էր այդ ավելի շատ կանացի է ընկերության, այսպես ոչ Դե այնքան տղամարդկանց մեջ այդքան շատ չկա տենց թեմաներ էլի ասենք։ Ավելի գլոբալ եւ հա։ Կանեք մի հատ սուրճի կողքը կարող են նստեն եւ սկսեն այդ ամբողջ կյանքը բացել Գիրքը բացեն թերթը։ եւ ճիշտ ու սխալը դնեն Այ երբ որ դադարես ուրիշի կյանքով ապրելը, դու ապրես քո կյանքը, ինքան լավ է լինում։ Հա։ Իսկ ասենք, եթե երկու ընկեր կամ մեկ ընկերը գործերը հաջողած են, հաջողել են, բարեկեցիկ է, այն մեկի մոտ չի ստացվում, լավ մարդ է, հայ է, օրինակ, չէ, նորմալ է, չի ստացվում, այ մարդ, այս մարդը, ինչպես ասում են, հաջողություն ղսմատ չունի, կամ աճ չի գնում գործերը, կամ էլ ինչ-որ բան տակ է տալի, չի ստացվում եւ չի ստացվում։ Ինչ է, ակամա այս ընկերը սկսում է լավն է, լավ ընկերներ, մանկության ընկեր են, ահա։ Ինչ անի։ Սկսում է նախանց, սկսում է որ իր մեջ բույն է դրել նախանց։ Չունե որ ընկերներ միշտ նեղվում է, ինչ որ տեղ են հրավիրում դե ես չեմ Հա, չի կարողանում ամեն անգամ նեղվում է որ նա է օրինակ փակում, բայց լավ ընկերներ են, լինում են չէ տենց սիտուացիա։ Բայց տեսեք, գիտեք ինչ կա, ըստ եթե աշխարհի բոլոր գրականությունների մակարդակով նայենք, ամենամեծ մեղքը նախանձն է։ Դա շատ մեծ մեղք է։ Այսինքն գիտես բանա ու գաղափարապես թույլ մարդկանց տեսանկյունա դա ասեմ ինչի որովհետև ես ինչ եմ քեզ նախանձում ես պետք է չկնախանձեմ քեզ հասկանալու որ այն ինչ որ քեզ տրված է դա ձերը չի դու դա կարաս անես այն ինչ որ ինձ է տրված դա ես կարամ անեմ դա իմն է եթե ես այսքան բանը հասկանամ ես չեմ նախանձել Եթե մի բան ինքը ստեղծել է իր կյանքում, համաձայն են ձախողություններ լինում են մի ընկերը, բայց այդ դիմացինը շարունակում է ինքը պայքարել, որ հասնի մի բանի։ Մենք ընկերներ ունենք, մանկության ընկերներ, մեկը հասել է սեփական գյուղեր ունի, մյուսը իսկի մի հատ տուն չունի, բայց մենք իրար հետ ենք մեծացել։ Կյանքը բոլորիս մաղել ամեն մեկից մի ճանապարհով, ճիշտ է, հանդիպում ենք, տեսնում ենք, բայց մեկը ընդեղ է, մեկը ընդեղ։ Այն մեկի մոտ ստացվել է, մեկի մոտ չի ստացվել։ Բայց նման արդեն տարբերություն ունեցող այդ ամպլիտուդային ընկերությունը շարունակական է, այսինքն մանկության տարիներին շատ մտերիմ եք եղել, բայց այսպես տարբեր կողմեր եք գցել եւ չկա ընդհանուր եզրեր։ Թե պետք է ինչ որ դիստանցիա է գոյանում իրար մեջ։ Այսինքն ի վերջո ընկերությունը ինքստինքյան սառում է։ Պետք է ընդհանուր բան, հա, նորմալ է։ Ասում են կյանքը բոլորին իր տեղն է դնում։ Քիչ աց մեզ կմիանա եւս մեկ լավ ընկեր եւ մենք շարունակենք թեման։ Ընկերները միմյանց հետ պետք է ուտեն, խմեն, անցնեն ճանապարհ։
ուտել խմել։ Բնականաբար, այո, որովհետև սեղանը, նայ, ասում են, չես ամաչում, այս բանը չես անում ինձ համար, չէ որ մենք իրար հետ մի կտոր հաց ենք կիսել, աղուղ հաց ենք կիսել, հաց ենք կտրել, Բաժակ ենք բարձրացրել, գնաց ենք ասել։ Ահա, հիմա կարծում եմ ինչպես գինին է արդար, բայց ոչ բոլոր գինիներն են արդար։ Գինին պետք է լինի նաև Միացնող, համախմբող, ընկերություն, դա անդավաճան, այո։ ահա, բայց հիմա մեկը կասի գինու մասին ոնց կարող ես այդպիսի բաներ ասել, այո, կարող ենք ասել, որովհետև գինին ունի էներգետիկա, իր մեջ կրում է հիշողություն, եւ ինչ սրտով դու նստում ես տվյալ մարդու հետ, խմում ես, քո էներգետիկան փոխանցվում է, եւ եթե այդ մարդը ուրախ է, իսկ Վանարդի դեպքում միշտ շրջապատը լինում է ուրախ, երջանիկ, ինքնաբավ, այսպես գոհացած, որովհետև ճիշտ իրական ընկերներ են հավաքվում այս գինու շուրջ, Վանարդի շուրջ։ Ճիշտ գինի, ճիշտ ընկերների համար, Վանարդի։ Վանարդի։ Ընկեր, ջան, գինիլից։ Ընկերները առհասարակ նախանց պետք է չլինեն, դա որպես կանոն, բայց եթե ընկերուհին ձեզ նախանձում է, այսպես նայում է արտաքին տեսքի եւ ասում վաու, ուրեմն դու քիչ առաջ դուրս ես եկել Mila Beauty Home գեղեցկության սրահից։ Կա այդպիսի բան։ Ընկերուհին կարող է նախանձել ընկերուհուն, եթե նա շատ ավելի այսպես շլակուցիչ տեսք ունի։ Պատկերացնում ես, այո, դուրս է եկել մի ճկնաղ գեղեցկի։ Խնամքի տուն, որի անունն է Միլա։ Խնամված, այո, բարձրակարգ սպասարկման։ Վարսահարդարում, դիմահարդարում, մատնահարդարում, կոսմետոլոգիա, մազահեռացում, թարթիչների լիցք, լամինացիա, սա դու պետք է ասիր, բայց որ դու ես այցելում, ես ինչ տղամարդ ես լամինացիա անում, բայց այդ ամենը կա Միլա խնամքի տանը։ Բայց կա եւ ինչ կերպով են մատուցում այդ ծառայությունները։ Կարծում եմ Mila Beauty Home-ը շատերի համար բացահայտում չի, պարզապես եւս մեկ անգամ հիշեցում է, քանի որ այսօր այո, նա հանրապետության քաղաքի Երևանի նաև լավագույն առաջատար տներից մեկն է։ Հավելեմ, Հասցեն Մարգարյան 43, կոտորակ 50, ունենք նաև հեռախոսամար 091 033 433 շատ։ Այո, Instagram-ով նույնպես կարող եք գտնել Mila Beauty Home։ Mila Beauty Home։ Դե իսկ հաջորդ վայրը, որտեղ մենք ձեզ կհրավիրենք, այնտեղ վստահ եմ ոչ մեկի չի նախանձում։ Այնտեղ գնում են եւ ընկերներով, եւ իհարկե ընտանիքներով գնում են հաճելի լավ ժամանակ ու հանգիստ անցկացնելու համար։ Ախր շատ է լինում, չէ, որ վայր եք ման գալիս, որտեղ լինի հիանալի լողավազան, գույներով էսպես շքեղ։ Տակ, լողատակացվող լողավազան եւ այն էլ ձմռանը։ 60 հոգանոց սրահ։ Քիչ կարող եք, մի քիչ էլ ավել կարող եք։ Անհրաժեշտ գույքով, սպասքով, բոլոր հարմարություններով։ Նաև մոտ քաղաքի նման վայրեր շատ չեն։ Արագածոտնի մարզ, Մուղնի, Արարատյան 1 level 8։ Level 8 հիանալի վայր, որը դուք անընդմեջ ման եք եկել, բայց չեք կարողացել գտնել։ Մի ասեք շնորհակալություն, պարզապես գնացեք level 8։ Ինձ համար տաքացվող լողավազանով հանգստի գոտին դա պարզապես հրաշք է։ Բայց գնալուց առաջ անպայման ամրագրեք, զանգահարեք 098 53 51 30 Level 8։ Level 8։ Մեզ միացավ եւս մեկ լավ ընկեր, Հայաստանի Aikido կարատե ֆեդերացիայի նախագահ Դավիթ Աթանեսյանն է մեզ միացել, Սենսեյ Դավիթը։ Ողջույն։ Բարի գալուս լույսը վարերի տաղավար։ Շնորհակալ եմ, շատ շնորհակալ եմ։ Բնականաբար առանձին ձեր գործունեությանը հետևում ենք եւ հետևում ենք այն բոլոր միջոցառումներին, որը կապված է պարոն Բոգարյանի, մեր հարգելի սիրելի Հարութի հետ։ Ասել է թե լավ ընկերներից մեկն եք եւ ինչպես գտա եւ ինչպես եղավ որ ձեզ կամ դուք համարեցիք իրեն լավ ընկեր։ Միևնույնն է, անկախ ժամանակի տարածությունից լավեր իրար գտնելու են։ Իսկ ո՞րն է լավի չափանիշը։ Ինչ պետք է անի լավ ընկերը։ Նեղ ժամանակ հասնի, լայն ժամանակ կողքդ լինի։ Պետք է ճանաչված լինի, հարուստ լինի, ինչ։ Հրավիրի Ամերիկա, գազեր տանը մնա, ինչ պետք է անի։ Կամ դուք մնաք իրանց տանը։ Ասեմ, պետք է ընկեր լինի ուղղակի։
Այդ ընկեր ասած ինքը շատ խորը մեծ հասկացողություն է, շատ ուժ գաղափար է։ Այն որ նշեցիք հարուստ լինի, չհարուստ լինի Ամերիկա, ընդհանրապես դա ինչի էլ հետաքրքիր է։ Ասեմ ավելին չեմ էլ գնացել Ամերիկան։ Համոզել եմ մի քանի Ոնց դուք հələ դեռ ամերիկացի եք։ մի քանի անգամ համոզել եմ, ասել եմ, գոնե 10 օրը գամ ինչ անեմ, ես դες զբաղված եմ։ Այստեղ ես բավականին մեծ գործունեություն եմ ծավալում, շատ դպրոցներ կան, շատ սաներ կան։ Ենթադրենք գնացինք Ամերիկան ու մեզ շահագրգռեց, չնայած մենք դժվար թե գայթակղող տեսակ լինենք, որ ինչ-որ հատ գույնավոր լուսեր կամ ինչ-որ ամերիկաներ գայթակղի, բայց այստեղ սերունդ է սպասում ու հավատում մեզ, թող են գնանք Ամերիկա, հետո Սերունդին ինչ սովորացնի է ձեով։ Սենսեյ Դավիթը նշեց, որ այ լավ ընկերը միշտ լավին է հանդիպում։ Չի եղել կյանքում, որ այ վերջո դուք լավն եք, բայց հանդիպել եք, ինչպես ասաց պարոն Ալեքսանյանը, անմշակ ադամանտ ընկերություն։ Տեսեք, ընդհանրապես կյանքում միշտ է լինում, հա, բոլորս է ունեցել են, չէ՞։ Որոշակի ժամանակ, ասենք, շփվել ես, ընկերություն ես արել, բայց հետո հասկացել ես, որ ոնց որ դու ես մենակ ընկերը։ Միակողմանի, սողոցի նման։ Տեսել ես, որ մենակ դու ես ընկեր, որովհետև մարդիկ կար, որ հատուկ նյութապաշահամոլ մարդիկ, թե քեզանից ինչ կարող են քաշել, դա հիմա էլ կա մեր շրջապատում։ Ասեմ ես, հենց հիմա էլ մեր շրջապատում կա, ու ես իրանց նայում եմ, ոնց որ իրանք կան։ Դիստանցիայով, շատ չես թողում մոտենալ, հեռավորություն ես պահում որոշակի, բայց իրանք կան իրանց չափով։ Իրանք պետք է Կան ձեր լինեն։ կյանքում, կան ձեր Կյանքում կյանքում, չեն կարող չլինել։ Չեն կարող իրանք չլինեն, իրանք լինելու են։ Մեկը դու ունես քո շրջապատը, միշտ չի, չէ, որ բոլոր ընկերներդ ասենք մի հավաքույթի ներկա են։ Կան, որ ուրիշ կոպիտ ասած ավելի նեղ մասայով ես քո շրջապատով, կա որ մեծ հավաքույթ է, անկախ ամեն ինչից նրանք այնտեղ լինեն, թե չէ դու ես լինելու։ Ես ուն խոսենք լիդերությունից, այ ընկերության մեջ լիդեր ասված է, հիմա դուք երեքտել անհատ եք, երեքտել ուժեղ եք, այնուամենայնիվ պետք է լինի մեկը, որ որպես լոկոմոտիվի դեր տանի ընկերության մեջ շրջապատում, բայց լինում է դեպք, երբ ընկերը չի հանդուրժում, ասում է, չէ, ես պետք է լինեմ այդ լոկոմոտիվը, ես պետք է, իմ խոսքը պետք է ասնի, եւ ու այդպես հակասություններ են սկսում արդեն շրջապատում։ Ձեր պարագայում լիդերությանը ոնց եք։ Եվ որպես կանոն դա է լինում պատճառ։ Այո։ Մենք ամեն մեկս մեր գաղափարն ունենք, մեր հասկացողություն ունենք, մեր տեսանկյունն ունենք։ Եթե տեսակ լիներ, մենք իրար ընկերներ չենք։ Ընկերներ չենք լինի, չկա մեր մեջ տես բան։ Տարաձայնությունը չի Ակամա լինում։ թելադրանք, էլի ոչ թե այսպես Նման բան եթե լինում է, այդ ընկերությունը երկար չի տևում ու քայքայվում է, որովհետև երբ որ ինչ-որ մեկը իրան լիդերը համարվում դրա մեջ ու արդեն ինքն է ասում, բացառված է, ինքը չի մնաատե կամ մենք չենք մնաատե։ Ցանկացածից մոտ է կարա տես բան լինի, բայց տեսեք, ասենք իմ ընկերության մեջ կան այնպես մեծություններ, որ ես իմ համար մեծություն են իրանք։ Անկախ ամեն ինչից իմ ընկերն է, թե չէ։ Տարիներ շարունակ 25 տարվա իմ ընկերն է Ալեքսանյանը, բայց իմ համար ինքը մեծություն է միշտ էլ ու տենց է կմնա։ Ասենք բառը ասում, որ այդ դու չես կարա չհամաձայնվես, ոչ թե ինքն է որ դրա համար, այլ չէ, նախ այդ հարգանքը այնքան մեծ է, ու դրա մեջ լիդերություն ես չեմ տենում ընդհանրապես։ Չէ, բայց կան չէ ընկերներ, որ միտումնավոր ուշանում են հավաքույթից, վերջում ասում վերջում ես մտնում, վերջում ես եկա, թող բոլոր ինձ սպասեն։ Բայց մեր մոտ էլ հակառակն է։ Այդ վերջի եկողից համարը սպանում ենք։ Վերջի եկողը Միշտ պրոբլեմ ունի։ Ինքը տուժ ունի, այնքան պետք է ուտի ու խմի, որ հասնի մեզ։ Դա էլ կա։ Տանջվում են։ Ասենք ենթադրենք Մենք որ ասում ենք 7-ին 640 բոլորը գալիս են։ Այդ կարգի հասել, բայց այդ հարցում դա իրա դրածն է։ Իրան երբ ասես Ալեքսան ժամի 7-ին պետք է ասի տեղել են, 7-ին 10 պակաս ընդեղ ու զանգում է։ Ես դու չես հասել։ Ասում եմ մի րոպե է մնացել, բայց չես հասել։ Արդեն այս դասիրակությունը հիմա մեր ֆեդերացիայում, մեր դպրոցում մանկուց է լինում։ Երբ որ դու պետքա 10 րոպե շուտ գնաս, բայց մի րոպե ուշ չգնաս, որովհետև երբ որ օրինակ եմ բերում, ենթադրենք փիլիսոփայության դաս ենք անցկացնում հոգեբանություն ու ասում ենթադրենք ես գնացել եմ միտեղ ու ասել եմ ժամը 6-ին 10 հոգի կգաք ստեղ։ Դուք գալիս եք ու ես ձեր օգնության կարիքն ունեի, գալիս եք տենում եք ձեր սենսեին սպանել են։ Կներեք ձեզ։ Կա 10 րոպե շուտ գայիք, չսպանեին։ Սա հիմնականում պետքա մանկուց բոլորի մեջ սերմանվի այդ։ Ուշ չգնալ, շուտ գնալ։ Իմիջայլոց ասեմ, բանը շատ մեծ սերունդ է գրթում, սենսե Վատանեսյանը։
ու հոգեբանությունը սովորացնում նաև, որ հոգեպես ու մենակ բանը չէ, ֆիզիկապես չէ։ Տղամարդ մեծանալ է, Կրթումը հոգեպես է կրթում, հոգով ուժեղ լինի։ Այդո ֆիզիկան գտնի սա իր հետ։ Կարատեն ուսմունք է, դա գիտենք։ Փորձենք հասկանալ, արդյոք կարող է լինել ընկերություն առանց շահի։ Առաջարկում եմ յուրաքանչյուրս 2 թիվ է ասում եւ ձեզանից մեկն ու մեկը ով համարցակ է ավելի, հավաքում է թվերը, միանում ենք պատահական հեռուստայտողներից մեկին եւ փորձում ենք այդ հարցը, արդյոք գոյություն ունի ընկերություն առանց շահի։ Պարոն Բոգայանն է իրավերցեց այս պարտականությունը եւ հիմա իր հեռախոսի մեջ ասեմ օպերատորը թվերը հավաքեցին։ Յուրաքանչյուրս հիմա 2 թիվ կներմուծենք եւ տեսնենք։ Մի ես որ 99 հավաք է բարձր չասեմ։ 99-ը կարող եք ասել, ամբողջական չէ։ Ահա, ես մեկ թիվ դու, մեկ թիվ ես։ Գոլ համար եղավ։ Եվ զանգը հավաքում եք դուք արդեն, խնդրեմ։ Լողանում է։ Հավաքած համարը գոյություն չունի։ Մեզ օգնության հասավ սենսեի Դավիթը։ Եղբայր ջան, ողջույն։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Հիմա մենք հաղորդման հյուր ենք Այո։ ու բարձրախոսով հարցնում ենք թեման սենց է, արդյոք կարա տղամարդկանց մեջ լինի ընկերություն առանց շահի։ Ու ես գտել եմ, որ դու կարաս պատասխանես այս հարցին։ Տղամարդկանց մեջ Այո, ընկերություն առանց շահի, իհարկե կարող լինի, բայց շատ քիչ։ ապրի ընկերս։ Մենք սիրում ենք քեզ։ Մենք էլ ձեզ ենք շատ սիրում։ Իսկ ինչի քիչ էլի։ Դա արդեն երկար խոսալ է, հիմա որ խոսամ ձեր ծրագիրը չի հերիքի, որովհետև այսօրվա կյանքը ցույց է տալու։ Լավ, ես կշարունակեմ, շնորհակալ եմ։ Խնդրեմ ախպերս։ Աստորեն լինում է, բայց քիչ։ Այո։ Որովհետև այսօրվա կյանքը որպես ամփոփում ցույց է տալիս, որ առանց շահ ընկերություն քիչ է լինում։ Ցավոք սրտի։ Ձեր վախտը բերես քչեին է կանդիպեն։ Ես մի հատ ոսկի կանոն կասեմ ընկերություն, օրինակ երբ որ ինձ հարց են տալիս առանց շահի ընկերություն, իմ շահը գիտեք իմ ընկերության որն է, որ ինքը արդեն իմ ընկերն է, այդ իմ շահն է։ Արդեն ինքը իմ ընկերն է, Դա արդեն հարստություն է։ Մեկ հարց ուղղված բոլորիդ պարոնեք, դաս որ քաղել եք ընկերությունից, ընկերոջից, շրջապատից, դաս։ Մենք միշտ էլ դասեր քաղում ենք, բայց քանի որ մեր սիրտն ու մեր հոգին լրիվ ուրիշ տիպի է, հա, մենք ինչքան էլ դասերը քաղենք, երբ որ մեկը ինչ որ էլի հենց այդ մեզ դաս տված ընկերը էլի մի հատ խնդիր լինի կամ ինչ որ մի հատ զանգ լինի, էլի գնալու ենք այսպես արևես կանգնելու ենք։ Այդ դասերը մեր վրա ոնց որ չել աշխատում մեր սապի մակրությունից։ Հենց դադարենք դասեր ստանալուց։ Այդ ժամանակ կդադարի մեր ընկերությունը։ Դա ես կարծում քանի ընկերդ է դու իրանից անընդհատ դաս ես տալու։ Իհարկե։ Անընդհատ Լավ թե դաս վատ։ ես տալու, լավ թե վատ, այո։ Որտեվ իր կյանքի էքսպերիենսը չգիտեմ հայերեն։ Փորձառություն։ Փորձառությունը քո համար դա դաս է արդեն։ Չէ՞ որ միտեղ մի հարցում, երբ որ դու ընկնում ես միտեղ, ընկերոջդ հարց ես տալի, ոնց սրա տակից դուրս գա։ Ինքը իր կարծիքը երբ որ հայտնեց, դա արդեն դաս է քեզ համար, դա փորձառություն է։ Մեր հայրականության մեջ հայ տղամարդիկ, մեր շատ սիրելի, հա, այնուամենայնիվ ունեն նման ձևակերպում, 5 անգամ տեսած լինեն, 1 անգամ թե այդ մարդու հետ նստած այսպես կերած խմած լինեն, մեր ընկերն է, այդ Կամ մեր ցակավոր աղբերն է։ Կա, Այսպես անկախ ամենից։ Մենք կանայքս կարծես ամեն մեկին մեր ընկերուհին է չենք ասի, բայց դուք յուրաքանչյուրը մեր ընկերն է։ Այ սա ինչի մասին է։ Չէ, դուք սխալ ասացիք, դուք։ Մենք չէ, մենք այդտեղ չենք օգտագործում այդ բառերը։ Եթե հիշում եք, ես հաղորդման սկզբից ասացի, որ շատ ժամանակ մարդիկ օգտագործում են բառը, չհասկանալով այդ բառի իմաստը, այսինքն իրանք հետևանքն են օգտագործում, բուն պատճառը չիմանալով։ Մեր ընկերն է, մեր թակավոր աղբերն է։ Բայց ես բացատրեցի, չէ, ընկերությունը որտեղից է գալիս։ Բայց բոլորին ընկեր չեն ասում։ Ընկերն է ասում մեր ընկերն է, ընկերոջ ընկերն է լինում։ Բայց ընկեր պատասխանատու է, չէ՞։ Դեր ընդհանուր չլիտի, ասում մեր ընկերն է, ընդհանուր ընկերն։ Հետո ասում կներես ամոթվամսեր։ Հա, շատ ճիշտ ես ասում ու ասեմ այդ իրականում այդ ընկեր բառը շատ խորի իմաստ ունի, շատ վեգ գաղափար է ինքը։ Ինքը ընկեր
այնքան լուրջ հասկացողություն է, որ ամեն մեկին չես կարող ընկեր կոչես։ Իմ ընկերոջ թերություններն ու թուլությունը ու պարտավոր եմ, ես իրան անպայման ասեմ։ Բայց այդ ձեր ասած, բա իհարկե, բայց այդ ձեր ասած այդ մեր ընկերն է, ես իրան կյանքում չեմ ասի, որովհետև կարող է այդ մարդը ճիշտ չընդունի, չհասկանա։ Իսկ եթե իմ ընկերն է, ես առաջերտին ես պետք է ասեմ իր թերություններն ու թուլությունը, որովհետև իմ ընկերն է, ինքը պետք է ինձանից լավը լինի։ Ոնց որ ես եմ մտածում, իմ աշակերտը պետք է ինձանից լավը լինի։ Իմ ընկերն է պետք է ինձանից լավը լինի, ու ես պետք է ամենտեղ իմ ընկերոջը բարձրացնեմ, ամենտեղ նույնիսկ անկախ ամեն ինչից ինքը սեղանի շուրջը, ինքը սեղանի շուրջ, ինքը տարածքում։ Դա պատիվ է։ Էսի դավոս կենաց ասի, գիտեք, չէ՞։ Այո, բանանցի Շնորհակալ եք պարոններ, շնորհակալ եք որ եկաք քեզ։ Եվ կարծում եմ եւ վստահ եմ, որ մեր հետևորդները այսօրվա դասից լավ ընկերության դասից շատ լավ բաներ կարծեցին։ Ընկերության թեմայով կարելի է նույնիսկ գիրք ու ֆիլմ նկարել, բայց կսահմանափակվենք այսքանով։ Դասախոսությունը ավարտենք փակված։ Միշտ լավ տեսնենք, միշտ լավ ընկերներով շրջապատված լինենք։ Շնորհակալ եք, իսկ մենք հանդիպենք արդեն հաջորդ շաբաթ։ Լավ մնացեք։ Հաղորդման գլխավոր գործընկեր Վանարդի ընկերություն, գործընկեր Միլա խնամքի տուն, գործընկեր Level 8 հանգստի գոտի։